ժողովրդավարության ձեր գնահատականը բնականաբար ընդհանրապես չեմ կիսում, համարում եմ, որ շատ ասելիք կունենայի, բայց երևի զերծ կմնամ ասել, թե ինչպիսի աննախադեպ եւ անխոցելի դիրքերում է այսօրվա հայաստանյան ժողովրդավարությունը, օրինակ համեմատած այն շրջանի հետ, երբ դուք ինքներդ ինչքան հիշում եմ, նաև падգամավոր եք եւ իշխող խմբակցության падգամավոր եք, կոալիցիոն, չէ՞։ Okay, այդ շրջանի համեմատ եւս չեմ վիճարկում, բան չեմ անում։ Բոլոր նախորդ եղած շրջանների համեմատ, հա, ասենց ասեմ։ Եվ եթե դուք ասում եք, եթե դուք ընդամենը որպես փաստարկ, որ Հայաստան ժողովրդավարությունը խայտարակ վիճակում է, բերում եք այն, որ Գյումրիի այդ դեպքից 41 կարգավիճակին չէր, մեղադրանք ներկայացված անց, այո, 41-ը կա, դա ինքնին խոսում է նրա մասին, որ Հայաստան ժողովրդավարությունը խայտարակ վիճակում է, կներեք ընդհանրապես նույնիսկ տրամաբանական շղթան այստեղ դժվար է համաձայնել, դեպք կարող է լինի, որ 41 չէ, 740, Աստված մի արասի Հայաստան այդպիսի դեպք լինի, բայց կարող է զանգվածային անկարգություններ լինի 741 մեղադրյալ լինել, այն միայն, ուրեմն 41 հոգի են արել արարք, որոնց մասին վկայություն կամ որևէ ապացույց կա, հուսամ կա, որ իրավապահ մարմինները անհրաժեշտ լինի 41 հոգու ներկայացնել։ Ես ընդհանրապես այդ դեպքից անկեղծ ասած տեղյակ չեմ, չգիտեմ ինչի մասին եք խոսում։ Շատ դասագրքային բան եմ ասում։ 41 մեղադրյալի ներկայությունը, արկայությունը բոլորովին որևէ կերպ չի նշանակում, որ ժողովրդավարությունը խայտարակ վիճակում է։ Ամենաժողովրդավար երկրի օրինակը կարակ բերեք, կարող լինի միջադեպ, որտեղ այնտեղ 741 մեղադրյալ լինի։